շենքումս գտնվող շենքը 20-րդ դարաշրջանում եղել է Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարարության շենքը, իսկ այժմ այս շենքում է գտնվում նկարիչ Մարտիրոս Բադալյանի արվեստանոցը։ Բարձրանանք վերև եւ տեսնենք, թե ինչ անակնկալ ունի պատրաստած մեզ համար մեր այսօրվա հաղորդման հյուրը։ Ողջույն։ Հանրայինի եթերում Մարտիկ հաղորդաշարն է եւ ձեզ հետ է Նոր Հարությունյանը։ 19-րդ դարի վերջին, երբ կառուցվում էր այս շենքը, դժվար թե որևէ մեկի մտքով անցներ, որ այն նախ լինելու է Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարարության շենքը։ Հետո էլ կառուցումից շուրջ 150 տարի հետո այս շենքում է գտնվելու նկարիչ, կոլաժի վարպետ Մարտիրոս Բադալյանի արվեստանոցը։ Մեր այս հաղորդման հյուրը հենց ինքը, Մարտիրոս Բադալյանն է, ով մեր ստեղծագործական խմբին հրավիրեց իր արվեստանոց, որտեղ մի փոքր զրույց ունեցանք արվեստագետի հետ։ Ողջունում ենք ձեզ, պարոն Բադալյան, շատ ուրախ ենք հյուրընկալել ձեզ մեր հաղորդաշարում։ Ինչպես են աշխատանքներն ընթանում, փոքր կպատմեք ձեր գործունեությունից։ Իմ մոտ միշտ լավ է, ինձ համար աշխարհը պայծառ։ Ձեզ համարում են կոլաժի վարպետ, հետաքրքիր է դուք ձեզ որ ժանրում եք ավելի լավ զգում։ Իմը գիտեք ոնց է կոլաժը։ Կոլաժը ընդհանրապես միջազգային բառ է, բացի ֆրանսիականից է։ Նշանակում է կպցնել։ Այդ շատ քիչ բան է, այնց կպցնում են բաց, բայց որ նայենք, ես համկրծում եմ ու վրան նորից գույնով աշխատում եմ։ Այսինքն կարծես գրուն տարած կտավն է ինձ համար այդ կպցնելը։ Տեսեք Խաչատրյանի պորտրեն է, չէ՞։ Պորտրետը նկարած չէ, շատ ռեալիստական։ Կողքի ջութակները համադրել են։ Չէ՞ որ նայել կարեի, բայց այդպես ինձ չի հուսում այլևս, էլ տարածություն եմ ուզում, հա։ Կոլաժից մի քիչ ավել է։ Ոչ թե ինձ բան եմ անում, ասում, չէ, ուղղակի տեխնիկան է, սինթեզ արվեստ կարելի է ասել։ Սիրելի թեմա ունեք, որին հաճախակի եք անդրադառնում, թե բոլոր թեմաներն են սիրելի։ Սիրո, որ չես տանում են կասկերով աղջիկը լնա ինձ։ Էլի ունեմ, այս մեկը նայել է, սերիաներ կարա, բայց նկարիչը որ կին չնկարի, գեղեցիկին, լավ իմաստով, հա, հանկարծ ուրիշ բան չհասկանում։ Կարող է շատ սիրուն մի հատ գործ անել, սիրո բան թեմա։ 15 րոպե հետո ուղիղ դրա հակառակը։ Հասկանու՞մ, այդպեսի բան կա մոտս։ Բայց շարքեր ածում, ոնց որ չբավարարվես էլի մի թեմայով, կոմպոզիցիայով, ունեմ շատ արած մեղեդի շարք, տատիկ պապիկների շարք ունեմ մեր տատիկ պապիկների, երեխաների պաշտպանության, այդ շարքերից շատ ունեմ։ Ես միշտ խառն եմ ցուցադրվել, բայց այս անգամ ուզում եմ առանձին լինի, որովհետև արդեն համը դուրս եկավ այս աշխարհում, այս դրսի հետ է էլի խոսքը, որ կոտորում են իրար հետ պատերազմ, հենց չգիտես ինչ երեխի թեմա կա, այն երեխեքն են սարսափելի, որ սենց նայում են ծնողները չկան այ մարդինքը սենց ու չի հասկանում, որ պատկերացնում ես այդ երեխեն, որ քեզ հարցնի, ինչ եք տես բան անում, քերի, չէ՞։ Ոչ ես ասի ես հայ եմ, գործ չունեմ, մեր մոտ տես բան չկա, չես կարա տես պատասխանել, չի հասկանում այդ երեխեն, ինչ ազգությամբ ուզում ալի, ինչ կրոնի ուզում ալի։ Իմ վրա միշտ ազդել է, դա ու ես ամաչել եմ այդ բաներից, այդ մարդկանց փոխարեն, որ տենց ուտորում ենք, խաղաղ քաղաքում եք այդտեղ ես պատկերացնում ես երեխին ասում, քյուրես ինչ ես անում, ինչ պետք է պատասխանես, ոչինչ, չես կարա, սարսափելի բան է, այդ շարքն է ինձ ուզում, տերորի թեմայով ոչ մեկը չի արել, հիշի, այդ թեման չի ոչ մի նկարիչ արել ցուցահանդես, այդ թեմայով, իմ մոտ շուտ բանից է նստած, գործերից է երևում, որ հանուց է եկած էլի այդ երեխու հարցը ինչ է մեզ եւ այդպես շարք ունեմ պաշտպանության նախարարությանն եմ դիմել ու նախարարությունը լավ է խոստացան որ օգնելի են ինձ Այսօր մենք գնալու ենք Զորամաս եւ շփվելու ենք զինծառայողների հետ գնանք մեծ սիրով եմ համաձայնվել որ Շասուրյանը ասեց առաջի դեպքն է որ մեծ սիրով համաձայնվել եմ այդ նկարահանքն առաջի դեպք որտեւ բանակը գիտես ինչ անշան ինձ ես չգիտեմ աշխարհում որ մի հատ երկիր կա, չէ՞, շտաբ բանակապետ, ռուսերենով կարամ ասեմ, սրոշնի, շտաբ բանակապետ ուժեղ, էդի Հայաստան, հասկացա, այդ բոլորս մենք գիտենք, շտաբ եւ ուժեղ, այդ գիտություն, մշակույթ, ամեն ինչ, զրոյի է հավասարում, չէ՞, բանակը որ չեղա, դրա համար բանակի ցավ Մարտիրոս Բադալյանը ծնվել է 1952 թվականին Գարդման աշխարհի Բանանց գյուղում, որն այժմ ցավոք սրտի գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ։ 1964 թվականից պարոն Բադալյանը ապրում եւ ստեղծագործում է Երևանում։ 1968-ից 1972 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1975 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը։
1982-ից 88 թվականներին աշխատել է ուսումնական թատրոնում որպես նկարիչ բեմադրող։ 1988 թվականից Երևանի Խամաճիկների պետական թատրոնի գլխավոր նկարիչ է։ Մարտիրոս Բադալյանը 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 1996 թվականից նկարիչների միջազգային միության ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ։ Երկար ճանապարհ կտրելուց հետո հասանք Զորամաս։ Ողջունում ենք ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերից մեկում։ Ուրախ եմ։ Եվ հետաքրքիր է ինչ տրամադրություն ունեք, այսպես առաջին հայացքից երբ նայում եք Զորամասին։ Մի 20-30 տարի ասենց տրամադրություն չեմ ունեցել, հալալից ու լավ։ Այդ տրամադրության մեջ եմ։ Ես սովետի ժամանակ եմ ծառայել։ Դալնի Վաստոկ, ինչ են ասում, հեռավոր բան։ Ու տենց Ես մաքրությունը, ես չոտկիությունը չկար, ազնիվ խոսք, չեմ բան բասում, ֆոտոներ ունեմ, կարող ենք նայել, բան, էլի։ Հա, ու ես բան եմ, հիացած եմ։ Առաջարկում եմ հանդիպենք հրամանատարին, ով կներկայացնի իրան Զորամասի լավագույն զինծառայողներից մեկը։ Հայ հրամանատար, շնորհակալություն։ Ողջույն, պարոն փոխգնդապետ։ Ձեր Զորամաս այցելել եմ Մարտիկ հաղորդաշարը։ Բարի գալուստ։ Մեզ հետ ինչպես տեսնում եք ձեր Զորամաս է եկել պարոն Մարտիրոս Բադալյանը, ով նկարիչ է այցելել է ձեր Զորամասի առօրյային ծանոթանալու համար, եւ մենք եկել ենք մի խնդրով, որպեսզի դուք ներկայացնեք ձեր Զորամասի լավագույն զինծառայողին։ Ունենք բավականին շատ կարգապահ բարեխիղճ զինծառայողներ, նաեւ այդ բարեխիղճ զինծառայողների մեջ առանձնացնում եմ նաեւ Շարքային Եղազարյան գնելին։ Մասնագիտությամբ ինչ է։ Մասնագիտությամբ հրետանավոր է ինքը։ Կարող ենք անձամբ տեսնել նա։ Շարքային Եղազարյան։ Ինձ մոտ։ Պարոն փոխգնդապետ, Շարքային Եղազարյանը նկատավ ձեր հրամանը։ Ձեր ընտրանց զինվորը Շարքային Եղազարյանը։ Ողջույն գնել։ Ողջույն։ Բարև գնել ջան։ Ողջույն։ Որ շրջանից ես։ Վանաձորից։ Հրաշալի տեղ է։ Պարոն փոխգնդապետ, ձեր թույլտվությամբ գնելի է զրուցենք առան։ Իհարկե։ Քանի տարեկան ես գնել։ 18 տարեկան։ Մինչև բանակ գալ ինչով էր զբաղվում։ Սովորում է Երևան Որտեղ։ ճարտարապետական համալսարանում։ Ինչ մասնագիտություն ունի։ Ճարտարապետ։ Ճարտարապետ տղա է կարգին ուրեմն։ Բրավո։ Նկարիչ էլ է երևի, հա գնել։ Նկարում եմ։ Նկարվել եմ, ապրես։ Իսկ աշխատանքներ ունես Զորամասում։ Արվեստանոց ունենք մենք Զորամասում, տեղ աշխատում եմ։ Որ գնանք հետաքրքիր կլինի։ Օրինակ, ես որ բանակում էի, Թերնեմեզան եմ ավարտել։ Հիմա պետք է ինստիտուտ ընդունվեմ, կոնկուրսից բան չեղավ, հետո բանակ գնացի։ Այդ ամբողջ 2 տարին ես այնտեղ պարապում էի, որ ինստիտուտի համար նատուրա էի նկարում, բան, սենյակ ունեի, որ նկարիչի։ Ճիշտ նորից հիմա ճաշի ժամը, ես կառաջարկեմ ճաշենք, հետո շարունակենք մեր հաղորդումը։ Հրաշալի բան ես ասում, վերջի անգամ 72 թվին եմ ճաշարանում ստեղծել, իմ վերջի օրերն էր ծառայության։ Եվ Պորշը կարոտել եք զինվորական։ Հա, բայց մեր լսել եմ, մեր հայկականը ավելի լավ է, այդպես լսել եմ։ Ասում են ավելի լավ է մի անգամ տեսնել, այս դեպքում համտեսել, քան 1000 անգամ լսել։ Հիմա տեսնենք։ Միանանք շարքին, շարքով գնանք։ Շարքով միայն, ուստավոր։ Սովետական բանակում շարքով եք ճաշարան գնում։ Հա, այո, անպայման։ Երգելով։ Բանով, երգելով, բայց որ նկարիչ էի, ես դրանից մի քիչ ազատվել էի, էլի, որ հակաուստավային էր, բայց լինում էր դες դեպքեր, համա բոլորը երգելով, հա, նույնիսկ հայերով մի հատ երգ էինք մտածել հայերեն, բոլորը զարմանում էին, այդպես երգում էինք, հիշում էինք, էլի, բայց ես տեսա այս իրողությունը, որի համար շնորհակալ եմ։ Ձեր Զորամասում ճաշանը այս չափերի էր, թե։ Հա, այս չափերի էր, այս չափսերի էր, ճիշտ, այս նույն սեղաններով, լավա, թեյնիկը ստեղ էր, թուրքերը սալ չէին ուտում խոզի միս, մենք դրանց փոխարեն ուտում էինք, այս կարգին բաժա էր, ալյումին եւ բան, կապրոն, ռուսները ածիկալուն էին խմում դրա մեջից ու 5 ամիս հոտ էր գալի դրանից, ես զզվում էի, ածիկալունը մարդ խմի, հուսով եմ, որ մեր մոտ դες բան չկա, հավի միս կա այմար, հավը մենք տոնորերին էլ չենք տեսել, տոնորերին մեզ երշիկ էին տալի, 2 կտոր, էպհատզու, 4 հատ պեչենդի։ Ինձ թվում է տպավորված եք բավականին, երևում է, որ զարմացած եք անգամ։ Ինչն է ձեզ այդքան զարմացել։ Այս սեղանը, հերթով նստելը, ճաշ բաժանողը կար, ես տեսել եմ, բայց ուտելիքը ես չեմ տեսել։ Հիմա կներեք այտենց
բամբասանք չլնե, էլի ես այդ բանը չեմ սիրում։ Հավի միս ես երբեք չեմ տեսել ոչ մի սովետական զինվոր։ Ազնիվ խոսք։ Այդ լոբու սալատ, խնդրում եմ ինձ մի քիչ տուր այդ լոբին շատ եմ սիրում։ Ձեր լոբու սալատից երբեք ես չեմ տեսել, երեխեք։ Կարաս պապայից դարձնես, պապիկներից։ Սալատ չի եղել մեր ժամանակ, լոբու։ Ռուսական հավի միսը բացառված էր։ Գիտե հացի մասին, սովետական բանակում հացը ինչպես էր։ Այսպես էր, վատ չէր, վատ չէր։ Վատ չէր, բայց երկու հապսեք աստ է, ես նոր տեսա։ Մեկը աղցանի համար, մեկը ճաշի։ Այդ բանը չկար տես բան։ Փոխանցեք։ Կարծում եմ դուք անձեռոցիկն էլ չէիք նկատել դեռ։ Էդ էլ կա։ Անձեռոց, այ քեզ։ Այդ ժամանակ մեր սկի սրճարաններում չկար անձեռոցիկ, որ մնաց զորամասում լիներ։ Բանակում որ ճաշն եք ամենաշատը սիրում, հիշում եք։ Կարտոֆիլով պյուրեն, որտեվ հայկականի նման էր։ Հա։ Մեկ էլ ինչ կար մի հատ, այդ ուխա բան որ ասում չէի սիրում, ոնց որ բորշի մեջ ձուկ գցես։ Հայի համար անտանելի ուտելիք է դա, չի կարելի։ Ես չէի ուտում երբեք։ Միսը շատ է ես սիրում, եթե լինում էր։ Պապատ քանի տարեկան է, Անդրանիկ։ 52 Դա սովետի բաց ծառայած կլինի, ոնց որ դե, հա? Ծառայել է, բանը, չէ՞։ Մալատ ճիշտ էլ արել է։ Քո բաբան որտեղ է ծառայել։ Չի ծառայել։ Չի ծառայել։ Արա դուք սա ես եմ ծառայել մենակ սովետի, պապան որտեղ է ծառայել։ Գերմանիա։ Սովետի բան։ Անդե լավ ճաշեր տված կլեն, այդ բան պոլիտիկա է, էլի։ Որտեղ է ծառայել պապան։ Ռուսաստան։ Որտ քաղաք։ Որտեղն է պապան։ 57։ Սովետի վաղտ է ծառայել փաստորեն։ Գնաց տունը կհարցնես, այս ճաշերի տանունը կթվարկես, հավի միսը կշեշտես անպայման։ Տեսած կա գոնե, կերածը չի լինելու, եթե չի։ Տեսած գոնե կա սովետի սեղանին հավի միս։ Եղավ, հետո ինձ կգրես։ Ասես, որ դուք ճիշտ էի։ Լոբին վերջացրեցիք, համեղ էր։ Չեմ վերջացրել, չեմ բերում հələ, շատ համով էր սա։ Այս լոբու տիրոջը կաս բան է, պովարին, թող արձակուրդ տան։ Որտեվ հրաշալի սարքել է, հրաշալի։ Եթե խնդրել եմ, եթե բերեն, շնորհակալ կլինեմ։ Լավ, հավն էլ համտեսեք, տեսնենք աղը տեղն է։ Բայց լոբի չեմ բերում, ճաշարանի պետը շատ բան է, ժմուտ է։ Ձեռով ուտեմ, էլի։ Զորամասում հապան է։ Չէ, ստանում են, չէ։ Ստանում եք, թե պահում եք։ Պահեք էլ ինչ է որ։ Մայրերը շատ են անհանգստանում զինվորների սնունդի համար։ Ինձ համար հրաշք է, ցավը տան։ Նա դե դերմիշերից խնդրում եմ։ Ճաշարանից հետո որոշեցինք գնալ գնելի ստորաբաժանման շենքն ու մտնել զորանոց։ Ամի, իսկ այս ծխախոտը ձեռս չգիտեմ որտեղ գցեմ։ Աղբաման ունեմ։ Հասկացա, բայց սա մաքուր է։ Ասենք Երևան կարող եմ այդտեղ գցեիր։ Հա, բայց սա ինձ մաքրությունն է։ Ստիվաստի մոտիկանում աղբաման է։ Շենքի դիմաց զինվորները պատրաստվում էին մարտավարական պարապմունքի։ Պարոն Բադալյանը նկատելով զինվորներին մոտեցավ նրանց եւ զրույցի բռնվեց նրանցից մեկի հետ։ Արա մի հատ շոշափեմ էլի։ 25 ես դե։ 25 համար զենքն է։ Քանի հատ տշնամի ես կփե։ 20-ը ոչ մի։ Հի։ Ինչքան վատ է ծառայել։ 2 տարի համար։ 2 տարի 20 հոգու պետք է հետ տված էլ էր դու առնվազը։ Ում մի հարց տամ, վրձինն է ուժեղ զենք թե Կալաշնիկովի Անփոխարինելի ասա։ Եթե սա չեղավ, գիտություն, վրձին, բանաստեղծություն, պոեզիա, բան, սա զերո է։ 500 տարի մեր համար տենց է եղել։ Հիմա այսօր որ ես տենում հուզված եմ իրոք էլի։ Ամեն ինչը բոլոր գիտությունները, քաղաքակրթությունը, մանավանդ տեսա որ տենում ենք, չէ՞։ Ոնց են կեղծավոր խոսում, ով նավթ ունի, նա էսա, ով չունի, հիմա մերը էսա։ Մինչ զորամաս հասնելը պարոն Բադալյանը հարցնում էր. «Կարող է զենք բռնել»։ Եվ ահա իրականանում է նրա երազանքը։ Մեզ հանդիպած առաջին զինվորին նա խնդրեց վերցնել իր զենքը։ Իհարկե զորամասում կրակել չի թույլատրվում, սակայն մեծ ցանկության դեպքում էլ պարոն Բադալյանը չէր կարող կրակել, քանի որ զենքը լիցքավորված չէր։ Մեր անձանը։ Դե հիմա ո՞վ է ջոկում որնա մերը։ Ոտև կրակում է։ Այս բանը գցել ես բերել։ Ոնց գործում ես։ Արա էսի սենց ես անում, չէ՞ որ կրակի։ Պինդ եմ պահելու արա։ Մի բան չի անում արա։ Փակեցի։ Փակեցի։
եւ իմ մաման։ Ես չսան։ Ես քանտեղ եկել եմ առաջ կրակ է։ Դիսկավերի։ Պամպուշչուն է։ Չեք տա։ Դե լավ, բարձրանանք զորանոց եւ տեսնենք, թե ինչ պայմաններում են քնում եւ իրենց հանգիստը անցկացնում զինծառայողները։ Սովետական բանակում միջանցքներում ում նկարներն էին կախած։ Բացի հայերից, մեկ է Բաբաջանյանից։ Չապաև, բան, մենք դրանց գիտեինք։ Այսինքն իրանք գիտեին, որ մենք գիտենք։ Մեր հերոսներին թողած Չապաև էինք նայում, կամ էլ չգիտեմ ինչ։ Սիրում էի մի ստեղ քնեմ, երկրորդ հարկը։ Տարօրինակ է։ Հա, շատ էի սիրում։ Այեսի չկար, ժողովուրդ ջան, հետո չասեք սուտ ասում, մարզական ես բաներով, այ քեզ բան։ Արշալույս Ալեքյան։ Արշալույս Փարք։ Ցավտան։ Բրավո։ Այսից հավեշտ կենթանի է, հավեշտ մնա, ապրես ցավտանը։ Իդեպ մի հարց տամ, բանակում ծառայելու տարիներին ֆիզիկապես ինչ վիճակում եք, հիշում եք։ Դրսում օղակները միշտ ասում էին Ազարյանն է, չէ, աշխարհի արքան, օղակների բան, ու մարդ կար, որ գիտեր այդ։ Եվ ասում են, օղակներով կախվել են, այսպես պահել, տակնել են նկարել, ասում են տակից էլ, որ մեկը չիմանա տակից պահում են։ Այդ լուսանկարները ես ունեմ։ Ազարյանի պատճառով մենք դի մեր պատիվը բարձ, մեկ էլ Արարատ 73-ի։ Ինձ բախտաբերել այդ վաղտ եմ ծառայել, ես քայլում էի ոնց որ բրազիլացին աշխարհի չեմպիոն էր։ Դες բոլորը գալիս էին կողքից, կներեք բան շնորհավորում են։ Այդպես փառքով եմ անեկել։ Գնել ձեր մոտ էլ են առավոտը 6-ին, հա։ 620։ 620։ Մերն էլ էր այտենց 620 զարթնում եք։ Բաջոն, հետո Շեփորը միշտ փչում է, շեփոր։ ղագախմբից։ Ահա ճիշտ է։ Հետո հերթապան բաշտի բոլորից 620 արթնացնում է։ Արթնացնում է։ 20 պակաս, բոլորս պատրաստ ենք Մարզանք, մարզանքի։ հա։ Ապրես, հա, ճիշտ է, նույն ռեժիմն է։ Հիշում եք երկար եք կանգնում այդ առավոտյան տողանին։ Ես առաջի ամիսներն եմ կանգնել, հետո լկստված մոմենտ կար, նկարիչ էի։ Շատ կարևոր բաներ եմ արել իրանց համար, գաղտնի քարտեզներ, բան, որը որ չէի էլ հասկանում ինչ եմ անում, բայց նույնս կատարում էի։ Հետո նկարներ, այս որ մենք տեսանք նկարները, չէ՞, այստեղ կոմպյուտերով արված, նա ձեռով էր արվում, ես ձեզ ասեցի։ Այդպես բան, կարևոր մարդ էի։ Դրա համար շատ չեմ մասնակցել էլի այդ բան, բայց ես տեսնում էի, որ ոնց եմ Ասում են արվեստագետները շատ յուրահատուկ կերպով են սիրահարվում։ Մի փոքր ավելի ուրիշ զգացողություններ են ունենում։ Բանակի ծառայության ժամանակ սիրահարված եղել եք։ Շատ, ռուսների հետ հեշտ էր սիրահարվել, մեծ ազգ են եւ այտենց շատ այտենց չեն էլի իրանց զգուշավորվում։ Հա, մերն էլ ասեմ որտեղ են, որ բոլորը իմանան։ Մայրաքաղաք ասեմ, Դալնի Վաստոկ էր, Բլագավեշենսկ, հետո մի հատ քաղաք կար, Ռայչիխինսկ, հետո գյուղ։ Գյուղը ազատ, սիրուն։ Հա, շատ սիրով, այտենց դե երիտասարդ տղա ենք։ 3 օրը մեկ շաբաթը մեկ սիրահարում ես, անկախ քեզնից։ Լավ իմաստով եմ ես ասում, հանկարծ դուք բան չպետք է ասնեք։ Իհարկե ծառայության մասին հուշերը երբեք չեն դադարում պահպանվել մեր հիշողության մեջ։ Այսպես դեռ շատ երկար կարող էր իր ծառայության մասին պատմել պարոն Բադալյանը, բայց մենք դեռ գործեր ունենք։ Լսարանում պարոն Բադալյանը ցանկանում էր ոչ միայն զրուցել զինծառայողների հետ, այլ նաև նրանց ցուցադրել իր կոլաժներից մի քանիսը, հենց ահաբեկչության թեմայով։ Այս նկարները ոչ տերորին, ոչ պատերազմին խորագրով ցուցահանդեսի մասերից են, բայց առաջին անգամ ցուցադրվում են հենց Զորամասում։ Ինչն է պատճառը, որ մեր մոտ տերոր չկա։ Մեր բանակը, չէ՞, այնքան են հպարտանում։ Երեխեք ջան, դրսում շատ եմ եղել, մանավանդ որ կանչում են 3 հանրապետություններին, հանրապետությանը ազերիներին, վրացիք եւ մենք։ Եվ տենակ ինձ ոնց են նայում երանելի ձևով սենց։ Եվ վախենալով է։ Մանավանդ որ 95-ին որ պրծացել ենք դրանց, 96-97 թվերներ թարմը էլի որ հաղթել ես բան սենց, այնտեղ քայլում սով վախենում էին հայերից։ Ոչ մի բան չեն խոսում մենք։ Մեր չխոսալը իրանց արդեն հասկացնում էր։ Նոր ենք կրում։ Վրացիներն էլ են տարվել։ Թող հիմա ամոթ չի ասել, տարվել են, հիմա ինչ անենք։ Պատերազմ։ Թուրքերը դե գիտենք, դուք եք ստիպել ապրեք, թող ռուսներն էլ են տարվել, չեչեններին տարվել։ Հաղթողը մենք էինք, ու նենց քայլում էինք հանգիստ,
Այդ հաճույքը, որ դուք տենայիք, ու դուք տեսնելու եք, որ գնաք մի հատ երկիր, ձեզ տենց եմ նայել։ Այնքան էի լավս մտքան վեր։ Այն անօգնական արդարությունը ոչ մեկի պետք չի, անօգնական արդարություն։ Հենց մի հատ դպծնում եք, սա ասում եմ ձեր ցավը տանեմ, հայր ջան, առաջին մարդն եք։ Ես այդ եմ ցանկանում։ Դրա համար եմ եկել, որ ասեցին խմբագրությունից, ասի մեծ պատրաստակություն զինվորների մոտ եմ գնալ։ Ինչպես արդեն իմացանք, գնելը եւս արվեստի հետ կապ ունի։ Զորամասում նա իր ընկերների հետ հնարավորություն է ստացել ստեղծագործելու, նկարելու, քանդակներ կերտելու համար։ Գնանք նրանց փոքրիկ արվեստանոցն ու տեսնենք, թե ինչպես են աշխատում զինվորները Զորամասի ակումբի սենյակներից մեկում։ Ակումբը ձևավորում եք տոներին բանին։ Հա, ամեն ինչ, Զորամասի Մենակ ակումբը ակումբը, չէ, Զորամասը։ Ձևավորում եք նկարիչ։ Զորամասի գեղեցկության մենք ենք հետո։ Ահա։ Այն տարերը սարքում են, սա մենք ենք։ Զորամասին ամեկ հետ մի լավ բան պետք է թողալ, որ մյուսները գան զարմանան ու իրանք էլ ցանկանան, որ անան։ Հրաշալի է, որ մեր զինծառայողները հնարավորություն են ստանում իրենց դրսևորել նաև արվեստի ոլորտում։ Սա նախ իրենց որակները չկորցնելու, հետո էլ ինչու ոչ զարգացնելու լավ հնարավորություն է։ Ինչպես հաղորդման սկզբում նշեցինք, գնելը հրետանավոր է։ Դիմելով հրամանատարական կազմին, թույլտվություն ստացանք բարձրանալ հրետանու դիրքեր եւ ծանոթանալ հրանոթների հետ։ Հենց այս հրետանուն էլ տիրապետում է մեր հաղորդման հերոսը՝ գնելը։ Նրա վստահ խոսքը եւ գիտելիքների մեծ պաշարը խոսում են այն մասին, որ գնելը ծառայության 5 ամիսների ընթացքում հրաշալիորեն է սերտել բոլոր դասերն ու դարձել է բանիմաց հրետանավոր։ Կարծես թե պարոն Բադալյանին հետաքրքրող բոլոր հարցերն իրենց պատասխանները ստացան։ Հիմա վերադառնանք Զորամաս, որտեղ գնելին մեծ անակնկալ է սպասվում։ Այո, լավ ծառայության համար շարքային Եղիազարյան գնելը խրախուսվում է հնգորյա արձակուրդով։ Կեցես գնել։ Վստահ ենք, որ նույն եռանդով եւ կարգապահությամբ անցկացնելու ես նաեւ ծառայությանդ մյուս հատվածը։ Գնելենց տան ճանապարհը բավականին երկար էր, եւ մենք ժամանակ ունեինք մտածելու, թե ինչ կերպ մատուցենք անակնկալը նրա ծնողներին։ Քննարկվող տարբերակներից մեկը ընդունեցինք, մշակեցինք եւ որոշեցինք գործել հենց այդպես։ Պարոն Բադալյանը կմտնի գնելենց տուն եւ կներկայանա որպես գնելի դասախոսներից մեկը, որի քննությանը գնելը չի ներկայացել։ Բայց իհարկե ոչ ոք անակնկալներից երաշխավորված չէ։ Գնելենց տան դուռը երկար թակեցինք, բայց բացող չկար։ Ծնողները տանը չէին։ Ստիպված էինք անցնել պլան B-ին։ Զանգահարեցին գնելի տատիկին, ով բնակվում էր մի քանի 100 մետր հեռավորության վրա, եւ ասացինք, որ գնելը ծառայության գնալուց առաջ համալսարանի վարձը չի մուծել, ինչը խնդիր է առաջացրել նրա հետագա ուսման համար։ Եվ հենց այդ պատրվակով էլ գնացինք ու մտանք նրա տատիկի տուն։ Տատիկը իսկապես շատ անհանգստացավ եւ միանգամից զանգահարեց գնելի մայրիկին, բայց որքան էր նրա զարմանքը, երբ իր տուն մտավ ծառայող թորնիկը։ Սակայն մենք այսքանով չեզրափակվեցինք, որոշեցինք մայրիկին էլ մի փոքր անհանգստացնել, հետո նոր մատուցել գեղեցիկ անակնկալը։ Արմենե ջան, ես գիտեմ, որ դուք զինվորի մայր եք եւ շատ հուզված եք։ Մի հուզվեք այդ բանով։ Ուղղակի ինստիտուտի այդ վճարման մոմենտները թյուրիմացությունը ես նոր հասկացա, ինձ ուղարկել էին։ Մի վարքյան ուղղակի եկեք եւ բան։ Եղավ, դուք բայց գանուց մի անհանգստացեք։ Վերջապես գնելի մայրիկը եկավ։ Անակնկալը իսկապես շատ լավ ստացվեց։ Կարծում եմ դուք էլ համաձայն եք։ Հերթական անգամ Մարտիկ հաղորդաշարը ուրախություն բերեց հայ ընտանիքներից մեկի տուն։ Եվ պետք է ասեմ, որ ծնողների ուրախությունն ու երջանկությունը մեր գործի լավագույն գնահատականներն են։ Մի փոքր կկիսվեք, ինչ հույզեր ապրեցիք այսօր մեզ հետ։ Այս միջև այս ժամը ես ինձ շատ ազատ էի զգում։ Բայց որ եկանք այս մարդկանց անհանգստացրեցինք, որովհետև մարդ միշտ վատն է մտածում, լավը երբեք չի կարող մտածի։ Լավը փափուկ բան գտանք, պատճառ, բայց փառք Աստծո շատ ամեն ինչ լավ անցավ, նորմալ էր։ Վստահ եղեք, որ մենք ձեր տուն գալու ենք միայն լավ լուրով։ Հանրայինի եթերում Մարտիկ հաղորդաշարներ եւ ձեզ հետ էր Նորեր Հարությունյանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։
Շնորհքիս Աստծուն, պատիվս ինձ, զենքս որ դուրս իսկ սերս մայրերին կտամ, ապարդայած բարի ժպիտ, վերջին խոսքեր պատիվ ունեմ, բիբլիական մասիսի պես, դուք միշտ հզոր հայոց բաներ պատիվ ունեմ։